Արարատի Մազի Այգավան գյուղի բնակիչները երեկ երեկոյան առիթ ունեցան մցելու հեռախոսների տեսախցիկներով, ումն ավելի որակով կնկարի 18 րոպե շարունակ գյուղում եւ հարակից տարածքներում տեղացող ընկույզաչափ կարկուտը։ Կորուստները գյուղացիները հաշվեցին այսօր առավոտյան, այսինքն հաշվելու բան էլ չկար, ոչինչ չի մնացել, պտուղ, բանջարեղեն, հացահատիկ, ամեն ինչ հավասարվել է հողին։ Էսի ծառի տակի թափածներն է, ինչն էլ կա ծառի վրա, էլմինին ձևի էլ երկու հետրա թափել։ Կա ծառերի վրա։ Դե երևում է հատիկ յանի մնացել է։ Այս Նույնն էլ մնացած։ այդ ինչ է։ Էսի շնորհ գյուղը, խնձոր, ծիրան։ Ավիրելա մանու խնձորը։ Ինչ կան դեր։ Բա ինչ որ ծառի վրա մնացել է։ Էն էլ է հետ։ Էն նույնը Ինչ էլ մնացել են փչանալի է, վարի այդքալու։ ծառի վրա է։ Նեխելի է։ Այգավանցիները խիստ մտահոգ են իրենց ապագայով, ոչ միայն զրկվեցին օրվա ապրուստից, այլև կանգնեցին անլուծելի խնդիրների առջև։ Շատերը վարկեր էին վերցրել բանկերից գյուղատնտեսական տարվա համար։ Հողատարածքի համար մոտ 1 միլիոն ու կես վարկ են վերցրել։ Ընդհանրապես այսօր եմ զանգել եմ այդ իմ գործակալության տնօրենին, ինձ խոսքի աշխատողներին, ասել եմ, այս վիճակն է, ես խոսքի ամեն ամիս պետք է 150,000 դրամ փող փակվեմ, որ ինձ վարկը վերջացնեմ։ Բայց դե ես դրանով ինչ փակվեմ։ Այս սացիլի հատնել առել եմ 10 դրամ։ Հողի տարածքը ընդհանուրը հախով վարձած հող է էսի։ Հախ պիտի տամ հողին, իմ սեփականությունը չի։ Վարձ եմ տալում, վերցում մշակում եմ։ Սենց 10 դրամով սացիլ առնեմ, 25,000 է։ 25,000 տնկել էր։ Հա։ Երեք ես վաղտել սացիլ ենք անում։ Տնկել է։ Ոնց որ արդեն ունի անցած տարվա դաշտ էլ էս, էլ չկա բրծավ։ Ուր է սացինները։ Հես այսեն սացիլի դաշտ է։ Այգավանին հարակից տարածքներում հակակարկտային կայանք կա, սակայն թե ինչու այն չի ցրել ամպերը կամ ընդհանրապես փորձել են ցրել թե ոչ, գյուղացիները չգիտեն։ Հարակից գյուղերում հարյուրավոր հեկտարների հասնող այգիներ ունեն մեծահարուստները եւ պաշտոնյաները, ասում են նրանք։ Եվ հավելում, կայաններն աշխատում են միայն նրանց հողերը կարկուտից զերծ պահելու համար։ Զանգի ասել են ինչ որ կարկուտի համար խիչի կրակվե, ունենք ստեղ կարկուտ կայաններ, ունենք աշխատողներ, իրանք ասել են ինչ որ կարկուտ եփ հայք է, որ մենք կրակենք։ Այսինքն տեղյակ չեն։ Դե մա չգիտեմ, տեղյակ եղել են, չեն կրակե, թե ինչով են զբաղվել։ Գյուղացիները չգիտեն ինչ անեն, որպեսզի դուրս գան այս վիճակից։ Նրանց վերջին հույսը պետական կառույցների օգնությունն է։ Դրանց թեկուզ մեկ ներկայացուցիչ գոնե միջև մեր այցելությունը գյուղում չէր երևացել։ Արմեն Աթելյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։